Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Փաշինյանի թիմը այնպիսի տրամադրությամբ էր ընտրությունների գիշերը հաղթանակի մասին հայտարարում, որ շատերի մոտ հարցեր առաջացել։ Ինչու ԿՊԱ-ականները ուրախ չեն, որ հաղթել են։ Եթե պատկերը այդ ժամին իրենց համար պարզ էր ինչպես պնդում են, ապա հավանաբար նաև արդեն գիտեին։ Չեն ստացել սահմանադրական մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ քվեները, առանց որոնց չեն կարողանա նոր սահմանադրություն ընդունելու առաջ տանել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։ մեր ցանկությունը հենա եւ քաղաքական ծրագիրը հենա, որ մենք ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Սա քարոզարշավի ընթացքում Փաշինյանի նման հայտարարություններից ընդամենը մեկն է։ Իսկ սա ԿՊԱ-ականներն են, արդեն ընտրություններից հետո։ Այդ դիմադիր թեզը, թե իբր ԿՊ-ում սենց բանա, որ սահմանադրական մեծամասնություն չունեն, հիմա էլ չունենք եւ չեմ կարծում, որ մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու, իշխանությունը կձևավորվի եւ բնականում կաշխատի։ Այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն։ Ինչու այդ հարցը նախկինում չի ծագել։ ԿՊԱ-ականները ամեն կերպ փորձում են տպավորություն ստեղծել, թե սահմանադրական մեծամասնություն չունենալը խնդիր չէ։ Այդ դեպքում ինչի մասին էր Փաշինյանի այս հայտարարությունը։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Այսինքն ըստ Փաշինյանի Հայաստանն այժմ պետք է պատերազմի պատրաստվի։ Ամեն ինչ անում ենք, որ այդպես չլինի։ Իսկ ինչպես է քաղաքացիական պայմանագիրը կանխելու իր գուժած պատերազմը, ինչպես է հանրաքվեի դնելու նոր սահմանադրությունը, եթե բավարար թվով մանդատներ չունի։ Արդարադատության նախարարը ամենայն հանգստությամբ առաջարկում է սպասել։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի։ ԿՊ-ում ակնհայտորեն դիտարկում է սահմանադրության հանրաքվեի հարցում նոր ձևավորվող խորհրդարանի ընդդիմության աջակցությունը ստանալու տարբերակը։ Եթե կորոշեն վերցնել մանդատը, կչափեն նաև հանրային պահանջը իրենք եւ կկայացնեն կամ մենք բոլորս կկայացնենք համապատասխան որոշում։ Իսկ մինչ այդ իշխանությունը չի հստակեցնում անգամ, թե երբ է հրապարակելու նոր սահմանադրության տեքստը։ Ժամանակին հայտարարվում էր, թե այն հրապարակման համար պատրաստ կլինի մարտին, այնուհետև նույն արդարադատության նախարարն ասում էր տեքստը կհրապարակեն մինչև ընտրությունները։ Ընտրությունները տեղի ունեցան, սակայն տեքստի հրապարակման ժամկետը հիմա էլ պարզ չէ։ Ըստ Գալյանի սպասում են որոշ գործընկերների դիտարկումներին տեքստը կամբողջացնեն առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում, ապա միայն կորոշեն, թե երբ հրապարակել այն։ Որոշել ենք չհրապարակել, չենք հրապարակել, կորոշենք հրապարակել, կհրապարակենք։ Սահմանադրության նոր տեքստի նախաբանից միանշանակ է, որ դուրս է գալու անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին։ Բաքուն սա ուղիղ տարածքային պահանջ է համարում իր նկատմամբ ու հայտարարում, քանի դեռ Հայաստանը սահմանադրությունը չի փոխել, խաղաղության գործընթացը առաջ չի գնալու։ Երևանը պնդում է, թե սեփական նախաձեռնությամբ է փոխում սահմանադրությունը, բայց ակնհայտ է կատարում է Ադրբեջանի պահանջը։ Այժմ եթե Փաշինյանը չունենա խորհրդարանում հանրաքվեի որոշումն անցկացնելու հնարավորություն, ապա Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու նրա սկսած գործընթացը փաստացի կանգ է առնելու։ Պատահական չէ, որ հենց 3 ընտրություններից հետո կայացած քաղաքացիական պայմանագրի վարչության նիստում սահմանադրության հարցն է քննարկվել։ Փաշինյանի իշխանության համար որքան էլ որ ԿՊԱ-ականները հակառակը պնդեն, սահմանադրական մեծամասնություն չունենալը լուրջ խնդիրներ է առաջացնում։ Այդ մասին գրում են անգամ միջազգային առաջատար լրատվամիջոցներն ու վերլուծական կենտրոնները, որոնց ուշադրության կենտրոնում են Հայաստանում ընտրությունները։ CNN-ը նկատում է, Փաշինյանն ունի աջակցություն կառավարություն ձևավորելու համար, բայց ոչ բավարար չափով քվեներ Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության գործընթացը առաջ տանելու։ Ամերիկյան հեղինակավոր Stratfor վերլուծական կենտրոնի հոդվածագիրն էլ շեշտում է, ստեղծված իրավիճակը զգալիորեն բարդացնում է Ադրբեջանի մի շարք պահանջների կատարումը։ Մինչ պաշտոնական Բաքունի դեմս Ալիևի կամ այլ պաշտոնյաների լռություն է պահպանում, Ալիևի աշխատակազմի կողմից ուղղորդվող հայտնի Հաքինազ պարբերականը ծավալուն վերլուծությամբ բացահայտել է Բաքվի դժգոհությունը։ Հոդվածագիրը բաց տեքստով զգուշացնում է, թե պետք չէ ընկնել էյֆորիայի մեջ, որն այսօր տարածում են հայկական իշխանամերձ շրջանակները։ Բաքուն ֆիքսում է Փաշինյանի թիմի սահմանադրական մեծամասնություն չունենալը հարվածի տակ է դնում խաղաղության ողջ տրամաբանությունը։ Հոդվածում խորհրդարանն անցած ընդդիմադիր ուժերը Փաշինյանի բառապաշարով պատերազմի կուսակցություններ են որպես հիշատակվում, որոնք ըստ ադրբեջանական այս վերլուծության երբեք թույլ չեն տա սահմանադրության փոփոխություն։ Հոդվածում նշվում է, թե Փաշինյանն այսուհետև թույլ մանդատի գործոնն օգտագործելու է բանակցություններում ժամանակ ձգելու համար ու արդարանալու է, թե խորհրդարանը իր ձեռքերը կապում է, իսկ հասարակությունը բաժանված է։
Ալիևի աշխատակազմի քարոզչամիջոցը ուղղակիորեն սպառնում է. իրենց չեն հետաքրքրում Հայաստանի ներքաղաքական խնդիրները կամ Փաշինյանի վարկանիշի տատանումները։ Ադրբեջանը չի պատրաստվում իր պահանջները հարմարեցնել Երևանի ընտրական ցիկլերին, գրում է հոդվածագիրը։ Միաժամանակ հոդվածագիրը նշում է, ադրբեջանական կողմը շարունակում է առաջ քաշել ևս մեկ նախապայման, այն որ պետք է ամբողջությամբ ու անհապաղ լուծարվեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների Երևանում գործող բոլոր կառույցներն ու պաշտոնական ներկայացուցչությունները։ Իշխանություններն արդեն արցախցիներից խլել են Արցախի ներկայացուցչության շենքը։